Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Ընտանիքում, որտեղ կար 28 երեխա, ծնողները երբ երեխաներից մեկը տուն էր գալիս, ասում էին. դեմքը ծանոթ է, քեզ որտեղից գիտենք։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարն է։ Երկար ժամանակ, արդեն մոտավոր 3 տարի մոտավորապես 5 շաբթի երեկոյան 22-ից 30 մենք միասին հանդիպում ենք, որպեսզի լավ միասին հայկական երեկո անցկացնենք։ Այսօր նույնպես բացառություն չէ, սիրված հյուր, հրաշալի հյուր, դա քիչ ուշ, իսկ մենք ինչպես միշտ այս պայն սկսում ենք այստեղից, դուք ինչպես միշտ այնտեղից դիտում եք։ Սկսեցինք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք վնասակար սովորություններ եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա մտածելու կարիք չկա, պետք է պարզապես դիմել 911 Detox Center։ Մասնագետներ, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց օգնել են եւ վերադարձել լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե կա խնդիր, 911 Detox Center-ի հետ խնդիրը լուծված է։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է հարմարավետ համարներ, հրաշալի բնություն եւ ամենակարևորը լողավազաններ տաք հանքային ջրով։ Այնպես որ եթե ունեք հանգստյան օրեր եւ չգիտեք ինչպես անցկացնել, որպեսզի այն իրոք լինի լիարժեք եւ հիշվող, ապա մտածելու կարիք չկա։ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին, իսկ մենք ընդամենը մի քանի վայրկյանից կմիանանք եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է տաղանդավոր երգիչ, իմ շատ լավ ընկեր Գևորգ Չակմանյանը։ Գևորգ ջան, բարի երեկո։ Բարի երեկո, բարի երեկո։ Գաղտնիք չէ, որ մեր լավ ընկերները այսպես իհարկե մի քանի անգամ են մեզ մոտ հյուր գալի, Գևորգը բացառություն չէ սիրելի հեռուստադիտողներ, մենք արդեն մի քանի անգամ արդեն հանդիպել ենք մեր եթերում եւ իրոք շատ ուրախ ենք, որովհետեւ լավ նման երբ առիթներ է լինում, նախագծեր, միասին այստեղ կրկին հանդիպում ենք, խոսում ենք այդ ամենի մասին եւ այսօր նույնպես լինելու է մի հրաշալի առիթ, որը մենք այսօր կզրուցենք դրա մասին։ Գեորգ ջան, խնդրում եմ մի քանի բառով պատմես, այնուհետեւ շարունակենք։ Հունիսի 10-ին Արմեն ջան, շատ մեծ երեկո է սպասում Գլենդելում, Լուիս փողոցի վրա գտնվող Պրեսբիթերիան չրչ եկեղեցուն, իմ ստեղծած կանթեղ մեծահասակների երգչախմբի 15-ամյակը բեմական։ 15, այո։ 2011 թվականից ստեղծվել է երգչախումբը եւ շրջագայություններ շատ եղել են թե այստեղ տարբեր քաղաքներում եւ 3 անգամ Հայաստանում։ 2013 թվականին առաջին անգամ մեկնեցինք Երևան եւ շատ մեծ համերգ տեղի ունեցավ Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի
ժողովրդիկների վաստակավոր անսամբլի նվագակցությամբ, կենթանի նվագակցություն, կենթանի ձայն եւ բեմում են մեծահասակները։ Այ Գեորգ ջան, մեծահասակները մոտավոր տարիքային շեմը 65-ից մինչև 96 տարեկան։ 96 տարեկան, բրավո։ Երգելու են սոլո։ Բրավո։ Չգիտեմ, այնքան մի Խոնարհվում դա իրոք մի գեղեցիկ գույն է լինելու այդ օրը եւ միշտ իմ հերոստաժամով էլ կանթելով միշտ հրավիրել եմ այ երիտասարդները թող գան, պատանիները գան, որ տեսնեն իրենց տատիկները ինչ ձևով են ներկայացնում հայ ժողովրդական աշխատական երկարվեստը։ Դու ասեցիր տատիկները։ Տատիկներ, Պապիկներ, այո, արի այնպես անենք, որովհետև գիտես միշտ կյանքի ընթացքում միշտ արական սերը միշտ տուժված են։ Իգական սերը։ Գեորգ ջան, ես մի քիչ անպայման դեռ կզրուցենք, արի մի քիչ ես ուզում եմ կանթեղ երգչախմբի մասին, հա, այսինքն 15 տարի առաջ 2011 թվականին այ գաղափարը ոնց ծնվեց, որպեսզի ստեղծել երգչախումբ, որովհետև դա բավականին համարձակ քայլ է, որովհետև դժվար է, հա, տարիքային ի վերջո որոշակի առումով տարիքային կա հարց, գաղտնիք չէ, որ դժվար է միշտ երեխաների հետ եւ որոշակի առումով իհարկե մեծահասակների, բայց ոնց էր գաղափարը եւ ինչպես հաջողվեց այդ ամենը։ Գաղափարը այն է, որ մինչև Միացյալ Նահանգներ գալիս ես Էջմիածնի թիվ 4 միջնակարգ դպրոցում ունեի կանթեղ մանկական աշխուղական երգչախումբ։ Մանկական, դպրոցի հենց երեխաներից։ Պատկերացրեք, որ իրենց մեկամյակը մեկ տարին կանթեղ երգչախմբի փոքրիկների Էջմիածնում հրավիրել է Օֆելիա Համբարձումյանին, Ռուբեն Մաթեոսյանին, ահու հացով դիմավորեցինք Էջմիածնի թիվ 4 միջնակարգ դպրոց։ Եվ որ եկա այստեղ այդ կանթեղը ասի պետքա իմ մտքից չգնա, իմ հոգուց պետքա չգնա եւ ստեղծեցի, հավաքեցի հերոստաժամով հայտարարեցի, որ հայտարարություն եղավ, որ այս ինչ օր, այս ինչ ժամի ովքեր սիրում են հայ ժողովրդական կուսանական երգը, համեցեք լսումների։ Եվ ինչ եկան, շատ եկան, ինչ ձայներ կա, որ ժամանակին երգել են օրինակ Իրանում, Պարսկաստանում երգչախմբում, եկեղեցում են երգել երիտասարդ տարիքում եւ այսօր իրենց համար շատ մեծ ուրախություն է, որ իրենք բեմում են այդ տարիքում եւ հունիսի 10-ին դրա առապացույցն է, որ այդքան տարիքով մարդիկ, ես իրենց տարիքով չեմ համարում, իրենք էլ իրենց տարիքով չեն համարում։ Այո, որովհետեւ դա մենք բեմում ենք ինչ տարիք։ Իհարկե։ Որը կարող է երգել մի 20 Ես առասարակ կարծում եմ, որ երբեք տարիքին ուշադրություն պետք է դարձնել, որովհետեւ հենց տարիքին մարդ սկսում է ուշադրություն դարձնել, ինքը կներեք արտադրում է ծերանում է մի անգամ, դրա համար պետք չէ տարիքին։ Իդեպ կան անսամբլում երգիչներ կամ երգչուներ, ովքեր այդ 15 տարի երգում են։ Կան։ Ամփոփող կան, այո, կան, շատ հետաքրքիր է։ Այդ օրը Արմեն ջան, նայ սքեջյուլը ինչա որ գաս։ Այո, մեծ սիրով աչքերով տեսնես ինչա կատարվում։ Ես մեծ սիրով կգամ հունիսի 10-ին երեկոյան ժամը 7-ին։ Երեկոյան ժամը 7-ին Պրեսբիտերյան եկեղեցի։ Պրեսբիտերյան եկեղեցին, այո, դա գտնվում է Orange, հա, Լուիս 125 South Louis Street։ 125 South Louis։ Այսպես ասենք Իրանահայ միության կողքը, շատ լավ։ Այսինքն հունիսի 10-ին երեկոյան ժամը 7-ին իրոք եկեք, որպեսզի միասին մենք նույնպես անպայման սիրով կլինենք։ Ես եմ ուզում ասել, որ գան էներգիա տան տատիկ պապիկներին, իրենց ներկայությամբ։ Այո։ Գան այդ բուրըն ծափերը, այդ բրավոները իրանց պատկերացրա ինչ մի կյանք հատալու հետո, համերգից հետո։ Եվ բոլորին հրավիրում եմ մանավանդ երիտասարդները, այսօր պատանիները պետք է գան, որ տատիկ պապիկները տեսնեն ինչ են անում բեմում։ Գեորգ ջան, եւ գիտես հիմա մեր հերոստատիտողները ավելի քան համոզված եմ, հիմա ասում են հա շատ լավ է, բայց ոնց գան տոմսերը։ Հա դե թիքետ մի քիչ։ Հա, թիքետ մեկետից դիմեն, շատ լավ, այո։ Դիմեք, այո։ 265-0506 բոլորդ գիտեք, ամփոփող հեռախոսանունը։ Կամ կապ հաստատեք Գևորգ հետ, Գևորգը նույնպես ձեզ կօգնի այդ հարցում, այո, շատ լավ։
ինձ հետ է կարող եք կապ հաստատել, ես ձեզ արդեն կկապվածնեմ Գևորգ հետ, Գևորգ արդեն հարցը կլուծի։ Բայց մերնում եմ որ sense կապը ալնում եմ ուրախուց։ Լավ, իսկ մի հարց, հա, դե կոլեկտիվ է, բնականաբար ստեղծագործական երգիչներ, կոնֆլիկտներ լինում, հա, հետ։ Թե չէ։ Չէ։ Չէ, այսինքն Ուրա փեդել չի։ դե դա որովհետև դու որպես գեղարվեստական ղեկավար, որովհետև փեդ չկա։ Այ ապրե, չկա։ Խփեցինք իմ գլխին։ Եվ շատ լավ։ Ախր այդպես երկել երկողը Շերամ Սայատնովա հարասի երկողը ոնց կարա կոնֆլիկտային միջավայր լինի, չէ, մեզ մոտ լավ, իսկ դա եղավ փաստորեն հայտարարություն հեռուստատեսությամբ, եթե չեմ սխալվում իհարկե, AMJ հեռուստաընկերության եթերում, դա անպայման ուզում եմ նշել, որ AMJ հեռուստաընկերության եթերում եղավ այդ հայտարարությունները, որտեղ արդեն հավաքվում էր խումբ երգիչների, եկան մեծահասակները, կազմվեց խումբ, իսկ հետո ոնց է համալրվում, այսինքն մեկը մյուսին ասելով, տեսնելով թե նորից արդեն հայտարարությունները գալիս են, շատ լավ։ Ես ուզում եմ որ ասեցիր հայտարարություն եղավ 2011-ին, ես ուզում եմ Էդիկ լսում ես ինձ հիմա դու 2010-ին որ եկա Ամերիկա, առաջի հաղորդումը արեց Էդուարդը դեռ հերոստաժամ չկա։ Ահա։ Խոսքը Էդուարդ Գալաջյանի մասին է, AMJ հերոստաընկերության։ Ես այսինքն այսօրվա պես հիշում եմ Էդուարդս որ այդ բաները վիդեո ապարատները բռնեց ու գնացինք փառք։ Չգիտեմ որ փառքն էր բրանդ փառք կա թե չգիտեմ։ Այդտեղ 30 րոպեանոց հաղորդում պատրաստ։ Ամենաառաջի հաղորդումը Էդուարդն է սարքե որ ոդք եմ դրել Միացյալ Նահանգներ 2010 թվականին։ Հաշվանալով որ Էդվարդը շատ համեստ մարդ է, չի սիրում իր մասին խոսել եթերում, չէ, չի սիրում խոսել եթերում, այո, բայց իրոք անպայման կարծում եմ պետք է դա նշել, իրոք մարդկային տեսակներ, այո, որ մարդը այսպես հերոստատեսությանը նվիրված մարդ, որ այս օրերում շարունակում է ստեղծագործել եւ հերոստատեսությունը զարգացնել։ Դա շատ կարևոր է։ Հավաքագրվեց խումբը, շատ լավ։ Գնացինք, հասել ենք մինչև Արմեն ջան, սահմանամերձ գյուղերը։ Ես պետք է գնայի։ Ունենք ժամ 2 րոպե պատմել։ Իհարկե։ Գնացինք Երևան։ Պատրաստվում ենք Երևանյան համերգին։ Ես որ գնում եմ Երևան, միշտ 2-3 օր հետո գնում եմ Մովսես գյուղ։ Շամշադին, Տաուշի մարզ։ Հիմա կպել են ժողովուրդը Գևորգ ջան, Բալաջան, մեզ էլ տար, մենք էլ ուրախացնենք այդ ժողովրդին, սահմանամերձ գյուղն է, Էլիբեյլի գյուղի մոտ, Չափարով, Սետկովա, այդ թուրքի գյուղից, Մովսես գյուղը։ Այն մարդ ասում եմ, դուք citizen մարդ, Աստված չան, ինձ է կրակում, գնդագործում են։ Մի քյոր գյուլա, որ ասում եմ, նայ գյուլեն եկավ մի, չէ որ չէ, ավտոբուս վարձեցի, Արմեն ջան։ Գնացինք հասանք Մովսես գյուղ, տատի պապիներով։ Անենց լավ մշակույթի տուն ունեն, օպերայի պես, բուջուր օպերայի պես, երկրորդ հարգով սենց գեղեցիկ։ Հո համերգ չտվեցինք, այստեղ ոնց է որ փոքրիկները գալիս են ամեն հայ ընտանիք 2-3 երեխա տանում է իր ատուն։ Տատիներից գյուղի ժողովուրդը 2 տատիկի, 2 պապիկի ամեն մեկը տարան իրենց տուն։ Ժամը լուսադեմ 3-ին գնդակոծումն սկսավ։ Հա։ Այսինքն դուք համերգը տվեցիք, մնացին գիշեր, այո, տնայնում, տարբեր տներում, լույսերը վառած դուրս գային։ Գմփոցից այս խեղճերս։ Հել են նստել են նսենց։ Առավոտ ասիմ հա տենում եք Ամերիկա եք հələ նայեք ոնց ապրում ժողովուրդը այսինքն իմ տատիկ պապիկներն էլ այդ քաշելիքը քաշեցին տեսան որ ինչա կատարում բայց ինչ ձևով ճանապարհեցին ամբողջ գյուղը պետական գյուղապետարանից Տեր Աբելով հոգևոր հովիվով Տեր հայրը ու ես իրենց թողեցի արդեն գյուղում ես բարձրացա դիտքերը տղեկի մոտ ասիմ ատենց արդեն քանի անգամ
հյուրասիրել էին ինձ, ես էլ դե բնականաբար ոնց եմ գնացել, ես գիտեմ։ Ասելու բան չի։ Մեկ էլ արդեն հաջողություն են անում, մեկ էլ մի հատ երիտասարդ ժամկետային զինծառայող։ Ասեց Գևորգ ապեր, մի խնդրանք ունեմ։ Վայ ասի քուցավը տանեմ։ Ինչ խնդրանք ասի, ինչ էլ ասես, իմացի կատա։ Ինչ ասի լավա, մինչև հիմա։ Արդեն 2016-ին էին գնացել 10 տարի 10 տարի կլու 10 տարի այդ երեխու ասածը ստեղ ասա ինչ ասի էլի կգաս այդ շատ անենց մի հատ խփեց սրտիս ուզում են գնանք Վիլիսիագը թողեց վայ այն բաները կան սովետի նասոսները սկսում են նասոսով փչելը մեկ էլ հրամանատարը 26 տարեկան տղա է ասինքեր հրամանատար կտաս մի քիչ էլ փչել, ես փչել։ Ասես դու վերջում կփչես, ասի մեռնում եմ վերջում փչելու համար ընկան գեդին։ Այդպես ուրախ բաներ արեցի էլ իրանց համար ու տատիկները գնացին այդտեղ, երգեցին։ Իրոք գնացել ենք նաև Երևան, որ գնացինք ապրիլի 8-ին պետքա ես հետ գամ Լոս Անջելես։ Ապրիլի 6-ի առավոտը ինձ զանգ ա գալի։ Ալո, բարև ձեզ, քրեակատարողական հիմնարկի պետն է զանգում ձեզ։ Բա այդպես բաներից ես ահավոր մանտրաժիստ եմ։ Այստեղ փոլիսը տենա չեմ քշում, չէ՞։ Բայց փոլիսը ավտոյի կողք կկանգնի, որ վարորդին բան ասի, ես կընկնալու եմ, որ կապ չունեմ ես չեմ քշողը։ Քրդելն վադամից սկսեմ դողցնելը։ Այմա առաջի խոսքը որ ասես քրեակատարողական հիմնարկից էս ինչան պետ։ Առաջի խոսքը ասի բայց ինչ եմ արել։ Հա, ասեց չէ Գևորգ ջան, դուք ոչինչ չեք արել։ Երեք դուք հերոստատեսությամբ ելույթ եք ունեցել, ասի այո։ Ամբողջ կանանց գաղութը խնդրելա, որ ապրիլի 7-ի կապակցությամբ Գևորգին կարա գտնեք, բերեք կանանց գաղութ։ Օ Երկշախմբին հավաքեցի, հրաշալի։ Ուղիղ կանանց գաղութ, Աբովյան քրեակատարողական հիմնարկ։ Հո համերգ չեղավ Արմեն ջան։ Պատկերացնում։ Ու ամենակարևորը պարոն Էձիկը, չգիտեմ հիմա կնայի թե չէ, սպիտակ մազերով 80-նանց պարոն Էձիկը, որ բեմ դուս եկավ, ամբողջ կանանց գաղութը ոտքի կանգնեց, ի հարգանս իր սպիտակ մազերի, այդպես բան ես չէի։ Որ ասում են դպրոց է էդի, այն որ հասկացա, իրանց հոր պես ընդունեցին այդ մարդուն, որ հելավ բեմ։ Այսինքն իմ երգչախումբը այսպես լավ տեղերով, այսպես լավ բաներ են կարել, դրա համար հունիսի 10-ին հիմի մեր ժողովրդի հերթնա գա այն իրանց լավ էներգիան տա բեմում մեր տատիկ պապիկներին։ Շատ լավ։ Դե Գևորգ ջան, մենք արդեն կարծում եմ այսպես խոսեցինք եւ ավելի քան համոզված եմ, որ մեր հեռուստադիտողները անհամբեր սպասում են հունիսի 10-ին, որպեսզի գան եւ այո, սիրելի հեռուստադիտողներ, իհարկե կարժե այդ ամենը դիտել, ես որ մեծ սիրով կգամ միանշանակ։ Գևորգ ջան, հիմա մի քիչ զրուցենք համ տարբեր թեմաների շուրջ, հետո իհարկե նորից կհիշեցնենք այդ համերգի մասին։ Տես, այսինքն համ այսպես թե այնպես կամա թե ակամա խոսում ենք ինչ որ տարիքի մասին, չնայած էլի որոշում ենք, որ այսպես դա կապ չունի, բայց անամենայնիվ որոշակի առումով տարիքային այսպես թեմաներ ենք շոշափում։ Նայ, եղել ենք դե սովորաբար կա չէ որ ինչ որ կան մարդիկ, ինչ որ մասնագիտություններ, տարբեր մասնագիտության տեր մարդիկ, որ գալիս ինչ որ տարիք ասում են, մեծացել ենք, արդեն չենք ուզում, չէ՞ կան այտենց, նայ։ Դե օրինակ, չգիտեմ, օրինակ դերասանների դեպքում այդպես չի, որովհետև իրենք հան նկարվում են, չէ՞։ Դե հաղորդավարների դեպքում, որքան հաղորդավարները ավելի տարիքով են, այնքան ավելի պահանջված ավելի լավ, դա ուղղակի որպես բան։ Հիմա լավ, հիմա երկիշների դեպքում, օրինակ լինում է, դե դու բնականաբար երգում ես, շարունակում ես երգել մի քիչ ուժան կմասին զրուցել, իսկ կա եղել է, որ օրինակ տենց մտքիդ գալիս է այսպես մի միտ, որ չէ, դե արդեն մեծացել եմ, էլ չեմ ուզում երգեմ։ Երբեք։ Ու եթե այդպես չի լինում։ Գիտես ոնց Արմեն ջան, օրինակ լույսը բացվեց, չէ՞ օրինակ, կամ երեկոյա, մի պահ ասում մի քիչ ելնեմ ման գամ։
դնդնում եմ, երգում եմ ես։ Ահա։ Քայլելու ժամանակ երգում եմ։ Ահա։ Այլեն սիրուն երգեր ամ միտս գալի, որ օրինակ համերգներին չեմ երգեմ, մեկ էլ միտս ա գալի։ Օ, ահա, հետաքրքիր։ Համերգներին մարութալերները չեմ երգել։ Երբեք։ Բայց դնդնալուց են օրը մարութալերներն են քարոտ, վախլելե ջան։ Մշոդաշտի ծաղիկներն են հոդով, վայ լելե ջան, մեկ էլ տեսա ասա մեյփլի ծերը, անեց անցա, երբեք ես չեմ մտածում, են նույնն էլ հիմա մեր ժողովուրդն է երջախմբի, ես պահն էլ ասեմ, ման եմ գալի վարակ բանım, արդեն Սուսաննա Շահինյանը, ֆիլարմոնիա պտի հրավիրի կանթեր երջախմբի կանգնած են, տիկին արշալույսս չկա, վայ գոռում եմ ուրատիկին արշալույսը, այ մարցեն, ուրատիկին արշալույսը արդեն հետմա մտնում ենք մեմ, դեմս, ասմա բալա ջան, հես եմ, այդ ոնց էր մազերը ֆեն է, չի ճան, վայ այդ ոնց էր դզե պեչե վայ ասի ջիգես ճան, բալա ջան ասեց, հես եմ, ուր ես գոռում, հələ այդ ինչն է, որ կապ չունի։ Կապ չունի, այո, տարիքը դե իհարկե բնականաբար կապ չունի, որովհետև շատ լավ է։ Եվ Գեորգ ջան, հիմա մի քիչ շարունակում ենք, հա, երգելու թեման, դեմ չես, որ մի հրաշալի երգ լսենք քո կատարման, մենք մի քիչ այսօր իհարկե քո համբերությունը կչարաշահենք եւ եւս կխնդրենք, բայց դա վերջում։ Հիմա, հա, որպեսզի խոսեցինք եւ իդեպ շատ հրաշալի ակապելլա երգեցին նաեւ մի փոքրիկ հատված, մի երգ, որը իդեպ նաև կհնչի հա համերգին, հա, ինչ ես կցանկանամ, որպեսզի ներկայացնես, ինչ երգ հիմա մենք կարող ենք միասին։ Աշուր Նազելի, որ վերջերս ստեղ։ Այո, Աշուր Նազելի մեզ մոտ հյուրեր, իդեպ հրաշալի շատ լավ Կարմիր վարդի ալն եմ սիրում։ Օ, Կարմիր վարդի ալն եմ սիրում։ Տարարարամ տայրարարամ տարարարամ տայրարարամ դալամ դալայ դարամ դարամ գնացինք եւ այսպես սիրելի հեռուստադիտողներ Գևորգ Չակմանյան հենց այս պայն հատուկ ձեզ համար Կարմիր վարդի ալն եմ սիրում իդեպ այսինքն կա ինչ որ Կարմիր վարդի այլ ոչ թե ալն եմ սիրում ուրիշ կա տարբերակներ լինում են թե պարզապես Կարմիր ալը Ալը ճիշտ է։ Էլ արդեն մի բանից տարբերակներն սկսին արդեն, ես ասում եմ գլխից գալի չէ։ Մենք իդեպ Կարմիր վարդի ալն եմ սիրում, հենց այս պայն հատուկ ձեզ համար սիրելի հեռուստադիտողներ, Գևորգ Չակմանյան, լսում ենք եւ այլն։ Կարնանգալուտ բույրն եմ ես սիրում, ամրան մրքի գույն եմ ես սիրում, աշնան հատնող քաղցր արևը, ձմրան ապից ձյուն եմ ես սիրում, աշնան հատնող քաղցր արևը, ձմրան ապից ձյուն եմ ես սիրում, Կարմիր վարդի ալն եմ սիրում, ուրիների լալն եմ սիրում, ու մեր թաղի ճամփաներով թելիկ-մելիկ հոգալն եմ սիրում, Կարմիր վարդի ալն եմ սիրում, ուրիների լալն եմ սիրում, ու մեր թաղի ճամփաներով թելիկ-մելիկ հոգալն եմ սիրում Խոնազելին քո երկն է հյուսում, երկերի մեջ հոգին է խոսում, կարոտ կանչս միթե չես լսում, յարքանուս ձայն եմ ես սիրում, կարոտ կանչս միթե չես լսում, յարքանուս ձայն եմ ես սիրում, Կարմիր վարդի ալն եմ սիրում, ուրիների լալն եմ սիրում, ու մեր թաղի ճամ
ճամփաներով Թելիք մելիք քո գալն եմ սիրում Կարմիր վարդի անն եմ սիրում Ուրիների լալն եմ սիրում Ու մեր թաղի ճամփաներով Թելիք մելիք քո գալն եմ սիրում Թելիք մելիք քո գալն եմ սիրում Բրավո, բրավո, ծափարություններ, այո, խոսափողը դնենք այստեղ, բրավո, Գևորգ ջան, շնորհակալ եմ անչափ, շատ դրական լիցքեր, դրական էմոցիաներ իհարկե, եւ երգը իհարկե հրաշալի երգ, գերազանց երգ եւ կոկատարման, բրավո, երգանչելու է նաեւ համերգին։ Ինչ է։ Համերգին կանչի է։ Այո։ Շատ լավ, սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, հունիսի 10-ին Կանթեղ երգչախմբի բեմական գործունեության 15-ամյակը այստեղ Գլենդել քաղաքում է այդ ամենը լինելու երեկոյան ժամը 7-ին Պրեսբիտերիան եկեղեցում, այնպես որ եկեղեցի է դալիճում, այնպես որ անպայման ներկա եղեք, որպեսզի հրաշալի համերգ է լինելու եւ կարծում եմ արժանապատիվ ամեն ինչ էլ գրեց։ Ահա, այստեղ այո, դուք տեսնում եք ձեր էկրաններին Կանթեղ երգչախմբի 15-ամյակին նվիրված համերգ Glendale Presbyterian Church June 10, June, այսինքն հունիս 2026-ը դե չի թարգմանում 2000 Ես մեզ ասում եմ ինչ ասում այմա ժամը 7 PM, որը թարգմանաբար նշանակում է 19:00 Այ արմեն դա փորձեցինք թարգմանել շատ լավ Գեորգ ջան դու շարունակենք զրուցել դու քիչ առաջ խոսեցիր մի պահ խոսեցիր իհարկե այդ որ մեքենա չես վարում անգամ այ ես գիտեմ իհարկե որ դու չես վարում բայց դա դժվար չէ այստեղ արդեն սովորել ես մեր տիկետ միկետի ալանկա այո ասեց ասլոստա 100 տարի ապրես ասեց գնաս այս աշխարհից հատուկ պատիս վրա գրելու եմ, որ կար Գևորգ Թրակմանյանի երգիչ, որ կյանքում ավտո չէր քշում, բայց ամիս մեկ համերգ էր տալի ոդկով, բասով, ու կարող է ինչ անել։ Գեորգ ջան, իդեպ Հայաստանում դու վարում ես ավտոմեքենա։ Հա, դու ընդհանրապես չես վարել երբևէ։ Չեմ, այսինքն նստում եմ այդ ռուլին, լավ չեմ զգում։ Դա այսինքն ի սկզբան փոքրուց է եղել, բայց ինչ որ եղել է դրան ինչ որ, չէ՞ որ գուցե ինչ որ փորձել ես, նո փոքր ժամանակ վախեցել կարող է դրանից էլ չես ուզում շարունակել։ Ոչ մի բան չի եղել։ Այդ դեպքը իմացար, որ ով էր ուզում ինձ սովորացնել։ Չէ, պատմի։ Զանգեց Ռազմիկ Մանսուրյանը։ Ասեց Գևորգ ջան, ասեց մի հատ գնանք սովորացնեմ։ Ասեց գերեզման խումբ ծխենք մեր բարեկամը։ Ասի հա գնանք Ռազմիկ ջան։ Հասանք գերեզման Ֆորեսլուն։ Վայ ասեց մոռացա Գևորգ ջան, այդ քո աթոռիտակը բանկը արի դու նստի իմ տեղը։ Ահա։ Ես կամ քո տեղը մի հատ վերցնեմ այդ պիտի բարձրացնեմ աթոռը։ Մի ամիտ։ Եկա նստեցի այնտեղ, վարորդի տեղը, ինքը նստեց կողքը։ Մեկ էլ տնամ չխկոց եկավ։ 4-ը դուրս սեկրետ ակցե։ Ասես ցենը դուշ չգա խոտ դու ավտոն Ռազմիկ բախտը դե մենք մի արա Համի խոտ եմ տվե սմակամած գաստու սպիտակ ավտոն էր թազա նոր կազեմ այդ կողքի բորձուրներին եմ խփում հաբու ասեց կայնի քու արդեն գիտես ռազինել ասես դու չես քշի ոչ էլ ներվերից հաշվի բայց տեսա որ ստերս որ քրդնում է այո արդեն ինսուլտի նշան է որ ասма կարող է խփեն քեզ ասի ռազմիկ նայ քրդնա ասեց բախտը դու չէ դե չեմ կարող հիմա մարդը մի այբ ունի էդ էլ իմ այբն է չէ դե հա իրոք գիտես ոչ թե այստեղ հա ոչ թե կարողանալու չկարողանալու դե բնականաբար շատերը չեն կարողանալու ուղղակի Այստեղ առավել եւս հա Լոս Անջելեսում գիտեմ առանց մեքենա այսպես բան բավականին դժվար է ամերիկան ոնց կարելի այդքան էսկոմենկոմ անել Շատ լավ Գեորգ ջան իսկ մի հարց հա եթե օրինակ չի երգեիր բանը պատկերացու որ դու չես երգում հա ինչ այսինքն ինչ մասնագիտությունը կցանկանա Երգից հետո Իմ սիրելի մասնագիտությունը եղել է ֆուտբոլը։ Ահա։ Դպրոցում եղել եմ դարպասապահ։ Դարպասապահ։ 3 անգամ եղել եմ դպրոցական այդ օլիմպիադաների մեր դասարանը չեմպիոն։ Օ, դու ուժեղ դարպասապահ եմ եղել։ Դրա համար հիմա
որ մի ֆուտբոլ, մի աշխարհի առաջնությունը հետի արդեն դադարում այդ մի ամիսը ամեն ստեղծագործական իմ կյանքը աշխարհի առաջնություն ֆուտբոլ։ Եթե այդ չլի, երևի դասպասապահը իմել տրիները կլինի։ Այսինքն դե հունիսի 10-ին համերն է լինելու եւ հետո կարծես սկսում եք աշխարհի թե հունիսին, թե հունիսին աշխարհի առաջնությունը։ Չգիտեմ, կոնկրետ օրը հիմա դժվարանում եմ ասել, բայց գիտեմ, որ փաստորեն համերգից հետո արդեն սկսում է աշխարհի առաջնությունը, որը այստեղ Միացյալ Նահանգներում է լինելու եւ Մեքսիկայում, չէ, անցկացվելու է եւ գիտես, սա միշտ վերջերս գնացել է Երևան եւ այսպես ընկամտկերով, որ սա երևի միակ աշխարհի առաջնությունն է լինելու, որը օվկիանոսից այն կողմ է լինում, երբ որ նայելու ես նորմալ երեկոյան ժամերին, չէ, որովհետեւ մենք որ Երևան, Հայաստանը որ գտնվում ենք, այսինքն չէ, եղավ Մեքսիկայում աշխարհի առաջնություն եւ ժամերի տարբերությունը 12 ժամ 11 ժամ, այսինքն դա լինում է չես կարողանում նայել։ Հիմա արդեն հանգիստ, այո, առաջին աշխարհի առաջնությունը կնանք։ Իդեպ կա թիմ, որը երկրպագում է, ով ուզում ես դա, ով։ Բրազիլիա։ Ես այսօր մեր լավ ընկերների հետ զրուցում եմ, իրանք նույնպես հարցեցին, Արմ ասեց, ով ես ուզում հաղթի, ասի ճիշտն ասած, հիմա ուզում եմ հասկանամ, ում եմ ուզում որ հաղթի, բայց չեմ գտնում, այսինքն բա մենք Բրազիլիային, դու արդեն Բրազիլիա։ Շատ տեխնիկան ուժեղ է, շատ։ Բայց Բրազիլիան, եթե ես ուղղակի ուզում եմ վերհիշեմ, անցյալ աշխարհի առաջնության Արգենտինան, չէ, դարձավ չեմպիոն, մինչև Արգենտինան Ֆրանսիան։ Բրազիլիան կարծես երբ է վերջի անգամ չեմ հիշում Երևի մեկը բայց կան հիմա լավ աստղեր Բրազիլիայում դե կան բայց թիմերն էլ կան խորվաթները մյուս կան շատ Դե աշխարհի առաջնությունը նայ օրինակ դե տարբերություն օրինակ Եվրոպայի առաջնությունների Եվրոպայի առաջնության աշխարհի չեմպիոնատները ավելի անկախատեսել են։ Միանշանակ, կարող անենց թիպ։ Որտեղ միշտ նկատում ես երրորդ, ոչ թե առաջի երկրորդ, հա, նու եզրափակիչ չեն հասնում, բայց կիսաեզրափակիչ դուրս, բայց միջև կիսաեզրափակիչ միշտ մի թիմ մնում է։ Ես կարծեմ հիշում եմ, կարող սխալվում եմ, բայց մի քանի առաջնություններ առաջ կարծեմ Ճապոնիան, չէ, երրորդ տեղը չէ։ Երրորդ տեղը։ Այսպես երրորդ տեղը։ Կաշման զերովը կարի։ Այո։ Երրորդ տեղը զբաղեցեց, ինչ որը։ Հա։ Սպասում ենք։ Մի խոսքով սպասում ենք եւ նաեւ արդից օգտվելով իհարկե սպասում ենք վերջապես նաեւ մեր ֆուտբոլիստների, մեր հավաքական Հայաստանի որովհետեւ մենք արդեն կարոտել ենք հաղթանակներին, որովհետեւ վաղուց արդեն մնացինք այդ հաղթանակներին կարոտ, չգիտեմ տեսնենք ոնց կլինի։ Շատ լավ, Գեորգ ջան, եւ արդեն եզրափակելով, հա, որոշակի առումով մեր հաղորդումը, եւս մեկ անգամ արի հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ հունիսի 10-ին երեկոյան ժամը 7-ին Պետեստրյան Պրեսբիտերիան եկեղեցում համերգն է մեր, ահա, երկչախմբի 15 ամյակին նվիրված համերգ Glendale Presbyterian Church հունիսի 10 երեկոյան 7-ին։ Տիկետների համար էլ արդեն գրված է համար։ Որքան, այսինքն մեծ է դալիճը, ես գիտեմ, բայց արդեն որոշականում կան տեղեր, թե արդեն քիչ են մնացել։ Կան, բայց քիչ են, բայց արդեն բնականաբար շատ հետաքրքրել է մեր Լոս Անջելեսի հայությանը այդ համերգը, որ երգում են տատիկ պապիկները։ Դե որովհետև գիտես, դա իրոք հետո գիտես ինչն է իր յուրահատկությունը։ Բացի նրանից, որ տատիկ պապիկներ են երգում, դե պրոֆեսիոնալներ չեն, չէ՞ իրենք։ Բա հասկանում ես, այսինքն ինչքան դա հաճելի է, որ նվագախումբը կենթանի ժողովրդի։ Եվ ես գիտեմ, որ եւ նվագախումբ, ես գիտեմ նաեւ իսկ ո՞նց է լուծում, Գեորգ ջան, ինչպես է լուծվում հագուստի հարցը, որտեվ 2-3 տեսակ ինչ շորեր ունեն միանման։ Այ ես տեսել եմ դրա համար եմ, բան են արել, վերցրել են սայտից, եկել է բոլորի հագով, միանման գեղեցիկ են, բան ջհեզներն էլ գցել են վզները, զարդ ու զարդարանքով, այդ ինչ սիրուն կգաս կտեն։ Այո, շատ լավ, արդեն իրոք այդպես միանշանակ շատ հավեսի ընկանք։ Շատ լավ, եւ արդեն իհարկե կրկին քեզ մի խնդրանք պետք է այսպես եթե դեմ չես, բայց մինչ այդ թույլ տուր եւս
Լավ, արի ես քեզ խնդրեմ մի խնդրանք անեմ, հետո Առանց արդեն կներկայացնեմ կրկին կհիշեցնեմ մեր գործընկերների մասին։ Գեորգ ջան, դե արդեն գաղտնիք չէ, դու շատ արդեն մենք միասին շատ ենք հանդիպում։ Դե այնպես չի որ առիթ չի լինում չենք հանդիպում։ Ուղղակի այո, մենք առանց առիթի ենք հանդիպում։ Այո։ Բայց ուղղակի նաև գիտես, որ միշտ հաղորդման ավարտին մեր հյուրերին իհարկե խնդրում եմ, որպեսզի մի հրաշալի երգ կատարեն եւս մեկ անգամ դեմ չես, որ եւս մի երգ լսենք քո կատարմամբ եւ նվիրենք մեր բոլոր հերոստատիտողներին, պարզապես մեզ ներկայացրու որը։ Երգերից մեկն է, որոնում եմ, շատ լավ։ Ախ ինչ անեմ, որ բախտը սերն է քո երկու երազիս մեջ խոսքեր ու կգնա հեսա։ Շատ լավ։ Դե Գևորգը սիրելի հերոստատիտողներ, ինչ կպատրաստվում է, ես եւս մեկ անգամ թույլ տվեք հիշեցնեմ մեր գործընկերների մասին, շնորհակալություն հայտնեմ աջակցության համար։ Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում վերադարձնում է լիարժեք կյանքի։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք խնդիր, ունեք վնասակար սովորություններ եւ մտածում եք լավ ինչ անենք, ոնց անենք, որպեսզի այս հարցը լուծենք, մտածելու կարիք չկա, պարզապես պետք է գնալ 911 Detox Center, որովհետև երկար տարիներ մասնագետներ, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց օգնել են եւ դուք նույնպես ձեզ դրանք իհարկե կօգնեն։ Հեռախոսահամարն է 409 9000 911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է նախ եւ առաջ հարմարավետ համար։ Դες ուզում եմ պարզապես ասել, որ սա հյուրանոցային համալիր չէ, սա իրոք առողջարան է այստեղ, որովհետեւ հարմարավետ համարներ, հրաշալի բնություն, լողավազաններ տաք հանքային ջրով։ Մենք եղել ենք։ Եղել եք։ Երջախմբով եղել ենք։ Ահա։ 3 օր թե 2 օրեր, այդ ինչ գոհ ու շնորհակալ հետ եկան ժողովուրդ։ Էլի պատրաստվում ենք գնանք։ Շատ լավ, այո։ Այսինքն գիտեք, մենք միշտ ոնց է, չէ, գնում ենք իհարկե հանքավանում տաք ջուր կա, վերանում տաք ջուր կա։ Հիմա այդ տաք ջուրը ստեղ է եւ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրում, այնպես որ գնացեք եւ վայելեք ձեր հանգստյան օրերը, բայց պարզապես նախ եւ առաջ ամրագրեք տեղերը, որովհետեւ կարող է գնաք, ասեք, գիտեք, ուզում ենք ստեղ բան, դասեն տեղ չկա։ Այդտեղ արդեն իմ անունը չի օգնի։ Իսկ եթե զանգահարեք, ասեք, գիտեք, Արմենն տվեց ձեր հեռախոսամարը, հնարավոր է մենք տեղ պատվիրենք, ձեզ իհարկե բարեհամբույր, նո, այնպես չի, որ իմ անունը տակ, չտակ, էլի բարեհամբույր շատ տեղեր կամրագրել, մի մտածեք դրա մասին։ Այնպես որ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր 760 329 60 33։ Գեորգ ջան, պատրաստ ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ եկեք վայելենք հրաշալի րոպեները MJ հեռուստաընկերության եթերում հենց այս պահին հատուկ ձեզ համար մեզ բոլորիս Գևորգ Չակմանյան որոնում եմ հրաշալի երգ, հրաշալի րոպեներ, գնացինք։ Գալիս է իր մեր պարտեզը արդի բերում է իր խինդուսեր քաղցրան ուրջներ իմ առաջին սեր ասա մերքս որներ որ նեղացար թող իր մենակ մոլոր հեռացար Անջատման տխուր պահին ինչպես դիմացար Ասա մերքս որներ որ նեղացար Թող իր մենակ մոլոր հեռացար Անջատման տխուր պահին ինչպես դիմացար Այս անգամ առաջվա պես
խոսքերն են քո որոնում եմ որ գտնեմ պատկերը քո ախ ինչ անեմ որ բախտս սերն է քո երկու երազիս մեջ խոսքերն են քո որոնում եմ որ գտնեմ պատկերը քո որոնում եմ որ գտնեմ պատկերը Բրավո։ Մերսի շատ։ Գևորգ ջան, այս երգը շատ եմ սիրում ես շատ։ Եվ իհարկե քո կատարմամբ դե բոլոր երգերը իհարկե այս երգը նույնպես իրոք շատ հրաշալի է։ Շնորհակալություն քեզ։ Գևորգ ջան, շնորհակալ եմ այո, եւս մեկ հրաշալի երեկոյի հայկական երեկոյի համար։ Մենք իհարկե մշտապես սպասում ենք քեզ, մշտապես իհարկե, չնայած դու այսպես այստեղ արդեն քո տունն է, բայց այնուամենայնիվ նոր նախագծեր իհարկե թող լինի հնարավորինս շատ եւ կարծում ես ուզում եմ քեզ շնորհակալության խոսքեր ասել, որովհետեւ գիտես այնուամենայնիվ տարեց մարդիկ այսպիսի հրաշալի լիցքեր հաղորդել եւ այնինչ դու անում ես, դա պատվավոր գործ է եւ քեզ շնորհակալություն այդ ամենի համար։ Ես պատկերացնում եմ որքան տվյալ մեր տատիկները, պապիկները, թե որքան իրենց լավ են զգում այդ ամենի համար, հա, որովհետեւ դա ուրախություն է իրանց համար եւ դու այդ ուրախությունը իրենց պարգևում ես եւ իրոք երախտապարտ եմ, շնորհակալ եմ քեզ դրա համար։ Մերսի շատ, շնորհակալություն ջան, շատ։ Եվ եւս մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ մեզ մնաց հիշեցնել հունիսի 10-ին երեկոյան ժամը 7-ին ինֆորմացիան հենց հիմա կտեսնեք արդեն ձեր էկրաններին, ֆիքսեք, անպայման ձեռք բերեք տոմսեր եւ միասին իհարկե կհանդիպենք հունիսի 10-ին հենց այս հրաշալի համերգին կանթեղ երաժշտական խմբի բեմական այո 15-ամյակի գործունեության 15-ամյակին այնպես որ մի քիչ զինվեք համբերության վերցրեք անպայման տոմսերը եւ ներկա կլինեք Գևորգ ջան դե կարծում եմ մինչ մյուս հաղորդում կրկին կհանդիպենք շնորհակալություն Սիրելի հեռուստադիտողներ իսկ ինձ թույլ տվեք այսքանով ավարտել այսօրվա մեր հայկական երեկոն Armenian Evening-ը եւ իհարկե հիշեցնելով որ արդեն հանդիպելու ենք հաջորդ 5 շաբթի կրկին ժամը 22:30 Կրկին հետաքրքիր հաճելի սիրված հյուրերով այնպես որ ինչ եք անում դուք այսպայն շարունակում եք դիտել AMJ հեռուստաընկերությունը եթերը իսկ ինչ ենք անում մենք այսպայն ավարտում ենք թողարկումը առողջ եղեք Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ ջկուզի մերսման հատուկ սենյակ սպա եւ անվճար կայանատեղի հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի աղային կուտակումների նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։